Փարք Նժդեհին։ Ուզում եմ խոսել սկզբնաղբյուրից, թե երբ սկսվեց արժեզրկումը մեր պետության մեջ, մեր հանրության շրջանում։ Իհարկե, այդ արժեզրկումները ժամանակին շատ թույլ արտահայտված նաև եղել է նախկինների օրոք, բայց ցցուն, այսպես վառ, չի մեկնաբանվել, չի արտաբերվել, ժողովուրդը հասկացել են, բայց իրենց զուսպ են պահել, որովհետև կան բաներ, որոնց շուրջ չի կարելի ոչ միայն բարձրաձայն խոսել, այլ հանրայնացնել, այն էլ պետության առաջի դեմքի շուրթերով։ Եվ այսպես առաջին անգամ, երբ որ սկսեց արժեքների, այսպես մեր արժեքները նվաստացնել, թշնամուն առաջ բերելու գործընթացը, դա երբ որ Նիկոլը առաջի անգամ հանդիպեց Իլհամի հետ եւ այդ հանդիպման մասին, երբ որ հարցեր ուղղեցին իրեն, ասացին, ինչպիսին էր, ով է Ալիևը ըստ ձեզ, ինչպիսին էր նա, շատ հանգիստ ասաց, կիրթ, հավասարակշիռ, նորմալ անձնավորություն էր, իմ տպավորությունը ասաց այդպիսին էր։ Ինքը սկսեց ակամայից վերաբերմունք ձևավորել, քոչվոր, մարդակեր, հասկանում եք, ասենք, ինչ կապ ունի նրա կրթությունը իր ապրելակերպի հետ, որովհետև այդ մարդը միջազգային հանցագործ է, մարդակեր է։ Բայց չէ, առաջի պատասխանը այդպիսին էր։ Եվ տարիներ հետո պետք է հաջորդեր իր այս պատասխանը, որ իր կառավարությունը կամ ասել է, թե մեր կառավարությունը 7 տարի է 0 դասարան է գնում։ Հասկանում եք, 0 դասարանից առաջի չի բարձրացել, 7 տարի է։ Հիմա կարող եմ եկել մտածի ասել, լավ, այդ մարդը գժվել է, այդ կառավարության ղեկավարն ինքն է, էլի, բայց ինչի է այդպես ստորացնում ինքն իրեն։ Չի հասկանում։ Չէ, լավ էլ հասկանում է։ Կամակատարը, հանձնակատարը, թշնամու պատվեր կատարողը, ինքը որ արժեքային համակարգ չունի, ինքը պարտավոր է թուլացնել անգամ իր իսկ կառավարվող կառավարությունը, ինքը դրանով նվաստացնում է մեզ։ Ուզում եմ ասել ժողովուրդ, այդ կառավարությունը դուք եք ձևավորել։ Ընտրություններով դուք եք ՔՊ-ին շատ ձայն տվել, ՔՊ-ն էլ վարչապետը նշանակել, վարչապետն էլ ձևավորել կառավարություն։ Այդ չեք դուք։ Ձեր ձևավորած կառավարությունը 0 դասարան է 7 տարի գնում։ Ինքը այդ ձևով իրեն խայդառականելով նվաստացնում է մեզ։ Դա ընդգծված քաղաքականություն է, ձեզ չթվում, որ ինքը չի հասկանում ինչ անում։ Այդ իրեն ասել են պետք է անես, վաղը հավատացեք, եթե հանգարց Պուտինն ու Ալիևը պարտադրեն, որ ինքը հետույքը բաց է, հանրապետության հրապարակով քայլի, ինքը դա անելու է։ Չի ասել բանոտ, չի, ես ոնց անելու է, չի կարող չանել։ Ինքը այդ աստիճան կախված է իրենցից արդեն։ Անելու է եւ հետո էլ կասեն ես ազատ մարդ եմ, այդպես եմ ուզում, եւ կփորձի նույնիսկ մարդկանց ցույց տալ, որ դուք էլ կարող եք, ինչ ազատ երկիր է, ազատություն կա, հա, ինչ ուզում եք արեք։ Ամեն ինչ սկսվում է հենց այս մակարդակներից։ Այս երևույթները, երբ որ ինքը սկսեց թշնամուն առաջ տանել, հետո ծածուկ 18 թվից մեր կրթական համակարգում պատմության նման դարարկային մեր Արտակ Մովսիսյանը ես բազմից եմ ասում, կռիվ էր տալի, դա չէին հանրայնացնում։ Մարդիկ չգիտեին, որ Արտակ Մովսիսյանը սրանց հետ արդեն կռիվ է սկսել, որովհետև սրանք պատմության դասագրքերը Թուրքիայի պատվերով են կազմում, այսինքն ուզում են ասել դուք ինչ պատմություն ունեք։ Ո՞վ եք դուք, որ պատմություն էլ կերտած լինեք։ Նրանց արժևորում մեր արժեզրկում։ Հետո պետք է ծնվեր դոգը, առաջ գար դոգը։ Եվ հայհոյանքը դառնար սովորական երևույթ։ Սովորական։ Հիշում եք, որքան դեպք գիտեք, որ կնոջ ներկայությամբ կամ մոր քրոջ ներկայությամբ ինչ-որ մեկ անզգույշ հայհոյել է եւ բանը հասել է դանական, անգամ մարդու կյանքի արժեցել։ Մենք այդ կարգի արժե համակարգ ունենք մոր նկատմամբ, կնոջ, քրոջ, անգամ եթե տղամարդը մենակ փողոցում քայլում էր եւ օտար կնոջ ներկայությամբ մի օտար մեկը անզգուշաբար հայհոյում էր, ուղղորդում էր, ասես չես տեսնում կին է անցնում։ Սա խոսում է մեր բարձր արժեքային համակարգից։ Բայց ծնվեցին դոգերը, համար մեկը դոգն է եւ դոգանման մի քանիսն էլ կան։ Եվ սկսեցին ազատ հայհոյել եթերով։ Այսինքն հայհոյանքը դարձրեցին սովորական մեր ականջին։ Եվ այդ եթերի մեծամասամբ ունկնդիրը դարձավ կինը։ Հայ մայրերը։
արժե համակարգը սկսեցին փլուզել։ Հայհոյանքը դարձավ սովորական երևույթ։ Դուք լավ գիտեք, ոչ ռուսական այդ համակարգում է կնոջ դերը այդքան բարձր եղել, ոչ իսլամական։ Իսլամիստները այդ ծայրահեղական ընդհանրապես կնոջը մարդու տեղ չեն դնում։ Ռուսներն էլ սովորաբար իրենց շարքային խոսակցության մեջ իրար մայր են հայհոյում։ Իրար հետ կանգնած իրար մեր են 3-4 բառ արտահայտություններ իրար մայր են հայհոյում, կամ մերը կանգնած կլինի թե մոր հետ խոսելուց կլինեն անգամ մայրերը իրար հետ խոսելուց կլինեն։ Իրենց համար դա սովորական բան է։ Բայց մեր համար դա սրբություն է։ Բայց դոգերը մեզ թվում էր, որ այս դոգն եկել է որոշով, բայց չէ։ Ասում ենք ինչու եք դոգում կնդրում, ասում են դե ինքը այնտեղ կարևոր ճիշտ տեղեկություններ է հայտնում, մեզ դա է հետաքրքրում, ասենք թե։ Հա, այդ նույն համակարգը դոգին կարող է ինֆորմացիա տալ, մի երկու ճիշտ, ասի, այս կասես, բայց կհամեմես հայհոյանքով։ Եկեղեցուն կհայհոյես, իշխանությանը կհայհոյես, սրան կհայհոյես, նրան կհայհոյես, նրան կհայհոյես, ամեն լկտություն, բայց համեմված, ասենք, ինչ-որ մի կարևոր փաստաթղթի բացահայտումն անը, որ այս ինչ թվին, այս ինչ գործարքն արել են, տեսեք ինչքան տակը կոռուպցիա կա, այս կա, այն կա։ Էդ էլ եմ ասում ինքը չէր կարող դա ասենք ինքնուրույն օդից ստանալ։ Համակարգը սնուցում էր դոգերին։ Ասենք սկզբից ձեզ կթվար թե դե վար թե հայհոյում է, չէ, ժորդ։ Սա համակարգը ստորացնելու է ազգին արժեքները թերագնահատելու, թուլացնելու հարգանքը։ Մայրը մեր մոտ ընտանիքի հիմքն է։ Երեխեքը տղա կլինի թե աղջիկ կլինի, որ մեծանում են, սկզբից մոր ձեռքի տակ են մեծանում։ Հերը դռներին աշխատում է։ Հետո երբ որ նրանք արդեն սկսում են տարբերվել, իրենց գիտակցության մեջ, նոր տղեն սկսում է հոր հետ շփվել, աղջիկը շարունակում է մոր հետ։ Բայց սկզբնական ամեն ինչ անում է մայրը, այսինքն ընտանիքի հիմքը դնում է մայրը։ Եվ սկսվեց այդ արժեզրկումը։ Ես ձեզ ասեմ, դոգերի վարքագիծը բերում էր դրա հարվածային էր դառնում մեր այդ արժե համակարգին։ Եվ հիմա արդեն իբր ամեն ինչ ավերել են, դե կրթություն, մշակույթ, հասկանում եք, չէ՞։ Նիկոլի գրած այդ գիրքը նամանավանդ, չգիտեմ, երկրի հակառակ կողմն է, թե իր հակառակ կողմն է, այդ ապուշի։ Հա, այդ էլ գցեցին ժողովուրդը կարդացին եւ ապշեցին, թե ինչ կարող է զառանցել այդ անաստվածը։ Հա, եւ հերթը հասավ արդեն եկեղեցուն։ Ինչու հասավ եկեղեցուն։ Որովհետեւ եկեղեցին այն վայրն է, որ ցանկացած ոք, ով ներս է մտնում այդ պատերից ներս, ուզում է անառակ լինի, ուզում է անշնորհք լինի, ով ուզում է լինի, ինքը իրեն դրսևորում է խոնար, զուսպ, որից մեկը եկեղեցու մեջ չի հայհոյում, որից մեկը եկեղեցու մեջ կռիվ չի անում, չի բարձր չի խոսում անգամ, դա հարգանք է մեր հավատի նկատմամբ։ Ես բազմիցս եմ խոսել մեր քրիստոնեության մուտքի ավերածությունների մասին, մեր պետության, մեր պատականության, մեր ժողովրդի հանդեպ։ Իհարկե, սկզբնական շրջանում նման բաներ տեղի ունեցել եւ մեր ազգը շատ ծանր է տարել այդ հարվածը, մինչեւ այդ եկեղեցուն դարձրել է իր սեփականությունը, ձևափոխել է։ Եվ մեր եկեղեցին, երբ որ մենք բոլորս, անգամ անառակը ներս մտնելուց գլխաշորով է մտնում, հարգելով եկեղեցուն, գլուխը խոնար է մտնում, զուսպ է մտնում։ Սա այն վայրն է, որտեղ լռություն է տիրում, ամեն ինչ հետ դու համաձայն ես։ Սա հարգանք է, եւ հանգարց այդ միջավայրը անվանել չուլանոց։ Սա պատահական չէ։ Հասկանում եք, պատահական չէ։ Սա արժեզրկման փուլերով գնացող թշնամու հանձնարարությունը կատարելով փուլ առ փուլ գնում է։ Այդ մեր սպասավորների մեջ եկեղեցիական միշտ էլ եղել են, միջնադարում են եղել անառակներ, երկար փեշով, սև հագուստով, բայց հասկանում եք, բայց որից է մեկը չի հանրայնացրել, որ մասսայականություն չստանա եւ չփչանա այդ օբյեկտը հավատքի կամ սրբության օբյեկտը, բայց Նիկոլ հանդգնեց եւ հարվածեց նաեւ դրան։ Իսկ մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է մնանք նորից օրինակելու։ Եթե մենք աշխարհի համար օրինակելի պետություն եւ ժողովուրդ ենք, որովհետեւ մեզանից հետո քրիստոնեություն ընդունեցին այսօրվա աշխարհի բոլոր գերտերությունները, որոնք քրիստոնյա են։ Իրենք մեզանից հետո են ընդունել։ Մենք իրենց ուղեցույցն ենք եղել եւ այդպես էլ պետք է մնանք։ Մահ Նիկոլին, ազատություն հայ ժողովրդին։
Մնաք խաղաղությամբ։